Ոչ, նախկինում 0 չափորոշիչով հաշվառման համարանիշերը միայն աճուրդով վաճառվում էին, բայց հիմնադրույթները այլ էին։ Աճուրդով վաճառվող հաշվառման համարանիշերը կամ պետք է պարունակեն ամբողջովին 0 թվերը, կամ միայն ընդամենը մեկ այլ թիվ եւ լատինական նույն կամ տարբերվող տառեր։ Պարոն Մարանդյանը քիչ առաջ մանրակրկիտ ներկայացրեց։ Խնդիրը նրանում է, որ նախկինում սրանք չկային ուղղակի։ Տառացիորեն այն ինչի մասին այսօր ասուլիսի ընթացքում խոսում ենք, նոր են սահմանվել։ Այո, առանձնատուկ պահանջարկ այլ բան է, պարոն Գևորգյանն ևս մեկ անգամ շեշտեց, սրանք մեծ պահանջարկի նոր չափորոշիչներ են։ Այսինքն նախկինում չի եղել սա։ Նախկինում եղել է մեծ պահանջարկի այլ չափորոշիչ, բայց պարզապես վերացվել է։ Հետաքրքիր է հասկանանք առանձնահատուկ օրինակ համարանիշներ նախարարների արտոնությունները փոխվարչապետի սոցիալ վարչապետի արտոնությունների համարը փոխեց։ Դրանք թվում է այս կարգավորումով, դրանք առանձին ձևով են դրաման։ Ես սկզբունքորեն ասեմ, պարոն Գևորգյանը ինձ կուղի գործնական առումով եթե սխալ եմ, որտեղ իրենք են, ինչպես ասում, գետնի վրա աշխատում, պետական մարմիններին հատկացվող հաշվառման համարանիշերը սրատակ, տեսեք, ասում ենք ֆիզիկական անձանց տրամադրվող եւ իրավաբանական անձանց տրամադրվող։ Պետական պաշտոնատար անձանց տրամադրվող հաշվառման համարանիշը դրա հետ որևէ ուղղակի առնչություն չունի։ Եթե դուք ինչ-որ թվեր եք տեսնում, դրանք ուղղակի հատկացնող մարմնի հերթական թվեր են։ Պարոն Գևորգյան, խնդրեմ, եթե ավելացնելու բան ունեք։ Շատ ճիշտ ներկայացրեցիք, պարոն Մարանդյան, պետական մարմնի ղեկավարներին, պետական պահպանության ծառայությանը հատուկ կառավարության որոշմամբ տրամադրվում են այլ համարներ, դրանք չեն մտնում սովորական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված չափորոշիչներով համարանիշերի մեջ։ Իսկ նրանց համարանիշով երբ վճար կատարվում է, կառավարությունն է վճարում, դրանք ուղղակի բաժանվում են այդ մարմինների արտոնությունների։ Յուրաքանչյուր հաշվառման համարանիշի համար սահմանված չափի վճարը վճարվում է։ Թե պետական մարմիններին հատկացվող, թե ֆիզիկական անձանց եւ թե իրավաբանական անձանց, առանց բացառության։ Ես մի այսպես հստակեցում անեմ, խոսքը չի վերաբերում այն իրավիճակներին, երբ ձեր կարծիքով պետական պաշտոնյային սպասարկող տրանսպորտային միջոցին հատկացված համարանիշը կարող է չափորոշիչներից մեկի տակ լինել։ Պարոն Գևորգյանի ասածը, որքան ես հասկացա, ինքնարժեքի մասին է խոսքը, երևի պետական ծախսերի ընդհանրապես։ Բայց կրկնում եմ, պետական պաշտոնյանեն սպասարկող տրանսպորտային միջոցների վրա հագցված հաշվառման համարանիշները սրա հետ ուղիղ որևէ առնչություն չունեն։ Դրանց ամենաբարձր համակարգը որն է։ Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր։ Պետական ավտոմեքենաների վրա հագցվող։ Դրանք բոլորը 12,000 դրամ հենց դիտեզի։ Ստանդարտ սովորական ինքնարժեքի վճարն է դա, այսինքն պետությունը ինչ ծախս կատարել է, այդ ծախսի մասին է խոսքը։ Այլ ծախս, այո, հերթական, բայց առանձին գծով հատկացվող, որպեսզի այո, պետությունը իմանա, պաշտոնյանը հատկացվում է առանձին գծով։ Այլ ծախս այստեղ ուղղակի չկա։ Իսկ ձեր ասածը մեզ պահանջարկի գնային սեգմենտներից առավելագույնը 8 միլիոն է։ Դա կախված է անձից։ Ես ինքս վարորդ եմ եւ երբեմն իհարկե նկատելի է, որ ինչպես բացատրեմ ձեզ, սովորական համարանիշով տրանսպորտային միջոցը կարող է երբեմն իրեն X խախտումը թույլ տալ, ձեր ասած համարանիշով վարորդը կարող է թույլ չտալ։ Կարող է նաեւ հակառակը լինել, այսինքն դա միարժեք պնդել, որ ուղիղ կապ ունի վարորդի վարքագծի հետ։ Դա գիտեք ինչի է նման, թե մարդիկ ինչու են ձեռք բերում այդ համարանիշերը։ Կարծում եմ միանշանակ բարի նպատակներով։ Սա իմ դիրքորոշումն է, այնպես որ դա անձից է կախված, վարքագծային իմաստով։ Իսկ կոնկրետ այս հաշվառման համարանիշների ստուգման արտադրության ստուգման մասով, որտեղ ես որ ստուգում էի, դեռ չէր գործում, եւ մարդիկ մանավանդ այս տեսակի հաշվառման համարանիշ արկա է եւ Ներկայումս մեր գործընկերները ծրագրատեխնիկական բաղադրիչի վրա իհարկե աշխատում են, բայց Ներքին գործերի նախարարությունն մտածել է այլ ընտրանքների մասին, որպեսզի քաղաքացիների հնարավորություն ունենան, պարոն Գևորգյանը ավելի մանրամասն կներկայացնի, թե գործնական ջանքեր արդեն ձեռնարկված են։ Այս պահի դրությամբ բոլոր հաշվառման քննական ստորաբաժանումներում, ցուցատախտակներում փակցված են չափորոշիչները իրենց գներով, ինչպես նաև սպասարկման սրահներում առկա է համակարգիչներ, որտեղ կարող են քաղաքացիները որոնել։
Իսկ Road-Police կետային կայքը ուղղակի տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին չի որոնում։ Նախկին ձևաչափով մեծ բանջարք ունեցող համարանիշերը կարողանում են որոնել, բայց նոր չափորոշիչներով 1-2 օրվա ընթացքում արդեն կկարողանան քաղաքացիներ ընտրել։ Կարող է կրկնվել, կարող է տարբեր լինել։ Բնականաբար, եթե կրկնվում է, արժեքը բարձրանում է։ Օրինակ, այո։ Այո։ Երկու տարբերակն հնարավոր է։ Այսինքն դառնան բիզնեսի օբյեկտ։ Պարոն Գևորգյան, գործնականում նման ես չեմ հանդիպել այդպիսի խնդրի, ճիշտ ասած։ Տեսականորեն ամեն ինչի վտանգը միշտ կարող է լինել, բայց գործնական հատկությունում այդպիսի մտահոգություն մենք չենք ունեցել, եթե անկեղծ լինեմ։ Եթե կարելի է այդ մասով զուտ այսպիսի բան է հնարավոր, ասենք ես ձեռք եմ բերել 8 միլիոն դրամանոց հաշվառման համարանիշ, դուք իմ մտերիմն եք, ինձ խնդրում եք, ես հրաժարվում եմ այդ համարանիշերից, կարող է ինձ նաև ընկերաբար փող եք տալիս, ես հրաժարվում եմ, դուք գնում եք նորից 8 միլիոնով ձեռք եք բերում։ Հաշվառման քննական ստորաբաժանումներում այդ սահմանված գները անփոփոխ են բնականաբար, բայց այդ ձևաչափը կարող է քաղաքացիների մեջ գործել։ Պատկերացրեցիք, չէ՞։ Եթե դա կարող ենք, եթե դա ձեր հարցի պատասխանն է, տենց Եվ ես նաև մի բան հավելեմ, տեսեք, եթե նույն համարանիշը չէ, բայց համանման կոմբինացիայով համարանիշը, եթե 8 միլիոն դրամ է սահմանված, բայց ձեր ասած օրինակում, չգիտեմ, սև շուկայում պետք է 10 միլիոնով ձեռք բերել, դա նաև ֆինանսապես ձեռնտու չէ։ Ասենք, եթե համանման կոմբինացիան կարելի է օրինական ճանապարհով գնալ եւ հաշվառման քննական ստորաբաժանումից գնել 8 միլիոն դրամով, ես այդ բիզնես տրամաբանությունը ուղղակի չեմ հասկանում, թե ինչու պետք է ինչ-որ մեկը այդ համանման համարանիշը ձեռք բերի 10 միլիոն դրամով կամ ավելի բարձր գնի։ Բիզնես տրամաբանությունը նա որ մեկը շուտ է, մեկերը, մեկը չկա, Չէ, եթե ինքը շատ է ցանկանում մեկը ձեռք բեր, դա գուցե այլ բան է։ Բայց ես ասում եմ համանման կոմբինացիայով եթե կարելի 8 միլիոնով ձեռք բերել, ինչու գնալ եւ ավելի բարձր գնով։ Շուտ է, կարող է վերավաճառել ու գտնվել տարբերակում, հրաժարվելու դիմաց պահանջել որտեղ ու գիտվարվում։ Մասնարարպես կարող է շահագործել սեփականատերը եւ մերձավոր ազգականը, չէ՞։ Այո, այո։ Ավարտենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։